Բարև ընկերներ, ինչպե՞ս եք։ Այսօր մի փոքր ցանկանում եմ զրուցել ձեզ հետ։ Շնորհակալ եմ վստահության եւ աջակցության համար։ Նախ ցանկանում եմ ասել, որ շատ զգացված եմ ձեր աջակցությունից եւ վստահ եմ, որ միասին կկարողանանք ունենալ մեր երազանքների Հայաստանը։ Կան մարդիկ, ովքեր ասում են, իբրեմ ես Քոչարյանի, Սերժի, Միշիկի, Նիկոլի կամ էլ Տաշիր Սամվելի մարդն եմ։ Ցանկանում եմ հստակություն մտցնել, ես որևէ մեկի մարդը չեմ։ Հակառակը, ես ձեզանից մեկն եմ։ Չի լինելու օր, երբ դուք հիասթափվեք։ Որոշ անողնաշարավորներ մտածում են, թե կարող են իրենց կարճ ուղեղով պրովոկացիաներ անել, սակայն ցավում եմ դրանց համար, քանի որ չի ստացվելու։ Ընկերներ, արդեն շուրջ 3 ամիս է, ինչ մենք միասին բացահայտել ենք բազմաթիվ ապօրինություններ։ Հիմա ժամանակն է մի փոքր հաշվետվությամբ հանդես գամ։ Նախ տեսանյութերից հետո կան քրեական գործեր հարուցված մի շարք թալանչիների հետ կապված, կան գաղտնի ստուգումներ, կան աշխատանքից ազատվածներ, կան նաև այնպիսի զարգացումներ, որոնք ընտրություններից հետո նոր կհրապարակեմ։ Ցանկանում եմ նաև տեղեկացնել, որ ակտիվացել են թե իշխանական եւ թե ընդդիմադիր ֆեյքերի գործարանները, ինչի համար խնդրում եմ սադրանքների չտրվել։ Ընկերներ, կան նաև իրական մարդիկ, ովքեր փորձում են եւս սադրանքներ անել, որպիսի փորձեն բացահայտել իմ ով լինելը, սակայն ցավում եմ այդ անձանց համար։ Քանի որ ի սկզբանե ես որդեգրել եմ այնպիսի մարտավարություն, որ ցանկության դեպքում անգամ անհնար է ոչ տեխնիկապես, ոչ էլ առավել եւս իրապես։ Հայ եմ միայն ես չեմ, դուք նույնպես հայն եք։ Քանի որ ես խոսում եմ նաև ձեր շուրթերով։ 2018 թվականին տեղի ունեցած պայմանավորված իշխանափոխությունից հետո կարծում էի, թե պետք է ապրենք երջանիկ եւ անվտանգ երկրում, պետք է լինենք համերաշխ մեկս մյուսի հետ։ Սակայն տարիները ցույց տվեցին, որ ոչ միայն իմ իղձերը չկատարվեցին, այլ նաև հակառակը եղավ։ Սկսեցինք ատել մեկս մյուսին, զգուշանալ, ապրել առանց ապագայի մասին մտածելով, ապրել տագնապը սրտերումս։ Նիկոլ Փաշինյանի աջակիցները վախենում են, որ կգան ռուսական ուղղվածությամբ ուժեր։ Ընդդիմության աջակիցները ցանկանում են կրկին ունենալ իշխանություն, որպիսի վրեժ լուծեն Նիկոլ Փաշինյանից եւ նրա թիմից, իսկ հասարակ ժողովուրդը զզվել է այդ ամենից։ Ցանկանում է ապրել հանգիստ կյանքով, առանց տագնապալի իրավիճակների, ապրել արդարության եւ համերաշխության մթնոլորտում։ Ինչ են անում քաղաքական թիմերը։ Իրար բսկտում հանուն մի աթոռի, հանուն իշխանության, հանուն փողի։ Իսկ մենք ինչ ենք անում։ Նստած սպասում ենք, թե ինչ է լինելու երկրի վիճակը։ Չենք գիտակցում, որ պետք է հենց մենք մեր քայլերով ուղղենք այս անդունային եւ նողկալի իրավիճակը։ Պատերազմում պարտությունից են խոսում, բայց ամեն մեկը իր հերթին երկիրը հասցրել են այդ պարտությանը։ Որևէ մեկը թող մեղքը իրենից չքերի։ Ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ Սերժ Սարգսյանը եւ ոչ էլ Ռոբերտ Քոչարյանը։ Բոլորն էլ հավասարաչափ մեղավոր են մեր երկրի անփարունակ պարտության մեջ։ Ընկերներ, գիտեք մեր խնդիրը որն է, որ մենք չենք ընդունում մեր սխալները։ Միշտ փորձում ենք մեղավորներ ման գալ եւ ասել, եթե սա այսպես չաներ, ապա ամեն բան լավ կլիներ։ Բոլորս էլ ներքուստ գիտակցում ենք ամեն բան, բայց չենք ցանկանում դա բարձրաձայն ասել։ Մենք հեռացել ենք մեր արմատներից, մեր պատմական ինքնասիրությունից, երբ դարերով հայը եղել է իրապես աշխատող, թասիբով ազգ, երբ բոլորը հաշվի են նստել մեզ հետ։ Մոռացել ենք, քանի որ մեր համար առաջնայինը դարձել է թալանը։ Ընկերներ, շատերը ինչ մեղադրում են միայն իշխանության մասին խոսելու համար, սակայն չեն ընկավում, որ իմ պայքարը ուղղված է թալանի եւ անօրինականությունների դեմ։ Նախկին իշխանությունների թալանի մասին խոսելով միայն նպաստում ենք իշխանությունների թալանին։ Այո, Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ եղել է թալան, դա որևէ մեկս չենք հերքում։ Այո, Ռոբերտ Քոչարյանի եւ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությունների ժամանակ եղել է թալան, նախկինում էլ եղել է թալան, հիմա էլ է թալանվում երկիրը։ 1000 տարի առաջ էլ եղել է թալան, բայց մենք ինչ ենք արել, որ թալանը վերանա։ Արել ենք հեղափոխություն, որը վերափոխվեց անվանափոխության։ Հիմա մեզանից ինչ է հասնում, անել հեղափոխություն մեր մեջ, ապա նաև իրական հեղափոխություն երկրում։ Շատերը չեն հավատում, որ տեղի է ունենալու իրական հեղափոխություն, բայց վստահեցնում եմ ընկերներ, որ մի օր շատ շուտով դա տեղի է ունենալու, չկասկածեք։ Իրապես շնորհակալ եմ ձեզանից վստահության եւ աջակցության համար։ Վաղը սպառվում է Տաշիրի Սամվելի թիմին տրված ժամանակը, հույս ունեմ կգտնվեն բանիմաց եւ կհրապարակեն տեսանյութը։ Հակառակ դեպքում վաղը ժամը 7-ին կլինի թաղման արարողություն։ Հարգանքներով, ձեր հայը։